Ողջույն ձեզ, սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ։ Եթե չապաշխարեք, ամենք դեռ նույնպես պիտի կորչեք։ Տերը մեզ հիշեցնում է կարևոր ճշմարտություն։ Մեղքը մարդուն հեռացնում է Աստծուց եւ հոգեվոր կյանքից։ Իսկ ապաշխարությունը վերադարձնում է դեպի Աստված։ Երբ Հիսուս ասում է, եթե չապաշխարեք, ամենք դեռ նույնպես պիտի կորչեք, նա մեզ չի վախեցնում, նա մեզ արթնության կոչ է անում։ Ասում է, մի ապրեք այնպես, կարծես թե ձեր կյանքը միայն ձեր ձեռքում է։ Աստված ուզում է փրկել մեզ, բայց մենք էլ պիտի բացենք մեր սրտերը։ Իսկ ինչ է ապաշխարությունը։ Ապաշխարությունը սրտով եւ գիտակցությամբ ընդունելն է, որ մարդը սխալվել է, մեղքի ճանապարհին կանգ առնելն է եւ հետո դեպի Աստված մեկ քայլ առաջ անելն է։ Ապաշխարելը նշանակում է ճանաչել, որտեղ եմ սխալվել, որտեղ եմ հեռացել Աստծուց եւ ընդունել Տիրոջ հրավերը վերադառնալու։ Մարդը կարող է տարիներով աղոթել, բայց առանց սրտի փոփոխության նրա ներսում հոգեվոր կյանք չի ծնվում։ Ապաշխարությունը փոփոխություն է, նոր սկիզբ։ Երբ մարդը վերադառնում է Աստծուն, նրա սիրտը խաղաղվում է, հոգեվոր ուժ է ստանում եւ կյանքը լուսավորվում եւ իմաստավորվում է։ Ապաշխարությունը պարզապես մեղքերից խոստովանություն չէ, դա սրտի իսկական դարձն է։ Տիրոջ պատգամն այսօր հետևյալն է. Տերն ասում է մեզ. վերադարձեք, որ չկորչեք։ Ոչ թե պատժի համար, այլ որ ձեր կյանքը լցվի բարությամբ, խաղաղությամբ եւ հույսով։ Աստված համբերատար է։ Նա սպասում է, փորձում է դիպչել մարդու սրտին, երբեմն դարերից հնչող պատգամների միջոցով, երբեմն մարդկանց միջոցով, երբեմն ցավի, անհանգստության կամ կորուստների միջոցով։ Բայց այդ ամենի նպատակը մեկն է՝ մարդուն արթնացնել եւ վերադարձնել դեպի լույսը, արժանացնելու համար երկնքի արքայությանը։ Ամեն։